առաջ սկսված գործընթաց ու ընդամենը մի քանի տասնյակ ապամոնտաժված տնակ։ Չնայած Գարնանը Գյումրիի քաղաքապետարանն ասում էր, թե մինչև տարեվերջ 800-ից ավելի տնակ կապամոնտաժվի, սակայն ամռանից քանդման աշխատանքները դադարեցված են։ Ինչ խնդիրներ են առաջացել։ Ազատության այս հարցին օրեր շարունակ չեն պատասխանում քաղաքապետարանից։ Իսկ ապամոնտաժման մրցույթը շահած Ռոստորգ ընկերության ղեկավար Սահակ Սարադյանը միայն բանավոր փոխանցեց, թե ընդամենը 3 տնակ են ապամոնտաժել, որի դիմաց 600,000 դրամ գումար են ստացել։ Մյուս տնակները բնակիչներն ինքնակամ են քանդել։ Իսկ ինչու Ռոստորգը դադարեցրեց աշխատանքը։ Սարադյանն ասաց, քաղաքապետարանը պետք է մի գրություն տար, որ ապամոնտաժումն իրավական հիմք ունի, սակայն չի տվել։ Մինչդեռ քաղաքային իշխանությունը ամիսներ առաջ էր բնակիչներին ծանուցումներ ուղարկել ավտոկայանի բանավանում, որտեղ երկրաշարժից հետո տեղադրված ժամանակավոր կացարաններն ամենաշատն են, քանդված տնակներ չնկատեցինք։ Տնակային ավանում բնակվող Սանասար Պապիկյանի 8 հոգանոց ընտանիքը ժամանակին 2 սենյականոց բնակարան է ստացել։ Ընտանիքը կիսվել է, մի մասը նոր բնակարան տեղափոխվել, մի մասը տնակում մնացել, քանի որ փոխհատուցած բնակարանի մակերեսն ասում է փոքր էր։ 2 սենյականոց, բայց այսինքն 49 քառակուսի մետր։ Էն էլ միջանց, տուալետ, բաղնի, կուխնի, սաղ իրար է 49 քառակուսի։ Կոնկրետ жилплощадь համեմատես 16-17, 33 քառակուսի մինակ 8 հատկարավատ, բացարվի գտուկ մինակ քնելու համար, ուրիշ ես մի բան, մինակ քնելու համար հնարավոր չէ։ Պապիկյանները քաղաքապետարանից տնակն ապամոնտաժելու ծանուցում ստացել են, բայց ասում են չեն ապամոնտաժի, ուր գնանք։ Ծանուցումը ստացել ենք, որ պետք է քանդեինք։ Բայց քանդենք, մենք տեղ չունենք էստելու։ Քանդեն է, ստեղ էլի կմնամ։ Սովորենք։ Վրանի մեջ է տնենք վրանը, ստեղ կմնանք ինչ ունենք։ Չնայած թույլ չեմ տա, որ քանդեն, բայց եթե այդ աշճանի հասնի, նորից ստեղ կմնամ։ Այս կարգավիճակում հայտնված ընտանիքներին առաջարկվում է տնակն ապամոնտաժել ու վարձով ապրել։ 1 տարի 60,000 դրամ վարձավճարը պետությունը կփոխհատուցի, հետո բնակիչը ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։ Պապիկյանն ասում է, 1 տարվա ընթացքում չեն կարողանա բնակարանի հարց լուծել, ժամանակին տան հիմք են գցել, բայց չեն թույլատրել։ Պիտոնը լծի, կանաչ կոդի է մի սարքի։ Այսինքն ժամանակին ուզեցել եք ձեր տան հարցը ինքնուրույն լուծել։ Ինքնուրույն լուծել, կամ պիտոնը լծեցի, եկան սինտե կանաչ կոդի է։ Իզուր ծախսեր մի էլա։ Հիմա պատրաստ է իր տունը իր ձեռքով սարքել, միայն թե տարածքը սեփականաշնորհվի։ Անվճար սեփականաշնորհին մենք կամացից սարքեինք, մինչև 27 թիվը չէ տված, որ Գյումրին պետք է ազատվի տնակներից, մինչև 27 թիվը հնարավորություն տանք քարոշարենք ելնենք։ Միակ հնարավոր վարիանտը է դա։ Իդեպ, տնակներում ապրող ընտանիքներից շատերն են ցանկանում տարածքը սեփականաշնորհել, միայն թե անվճար սեփականաշնորհում չի նախատեսվում։ Դեռ Գարնանը, երբ նոր էր սկսվել տնակների ապամոնտաժումը, տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներ սեփականաշնորհելու դիմումներ էին ներկայացրել։ Կառավարությունը մինչև 2027 թվականը վերջնաժամկետ է հայտարարել, երբեմնի աղետի գոտու շուրջ 6,000 ժամանակավոր կացարանում ապրողների բնակարանային խնդիրները լուծելու համար, բայց թե ինչ տարբերակներով դեռ ծրագիր չի ներկայացվել։